Չի խոսում ընդհանրապես կոնտակտի չի մտնում, տենց չի ծնվել, ուղղակի գլխի մեջ երկու հատ կիստա ունի, երրորդ կարգ են տվել աշխատունակ երեխա, այս երեխային անգամ ուղիղ կանգնելը չգիտի ինչ բանա, անգամ մենակ ասենք կասի մամա սոված եմ, մամա մի քանի բառ ասում, չգիտեմ, ոչ մի ձևի, չգիտեմ, կոնտակտի հիմա չեմ կարող մտնեմ, բժշկի չեմ կարող տանեմ, որովհետև ես գիտեմ, այս երկրում առանց գումար բժշկի դուռ բացել, դա արդեն անիմաստ բան է։ Երրորդ կարգ են տվել աշխատունակ երեխա, էսի աշխատունակ երեխա է։ Չգիտեմ, մնացածն էլ չեմ Քանի իմանում։ տարեկան է առողջապահության նախարարությունը 20 այս տարի դառնալու է 21 տարեկան։ Հա, իբր թե կոմիսիան տվել է երրորդ կարգ, բայց այս երրորդ կարգ չէ, էսի, չգիտեմ, այն որ նպաստ է ստանում, նպաստն էլ կտրեցին, իբր թե աշխատունակա։ Չէ, ասենք որ գնամ հոգեմետ դեղեր կտամ, բայց ես չեմ ուզում այդ դեղերը երեխուս տամ, նորմալ բժիշկն էլ նորմալ գումարի, գիտեք, առանց գումար ոչ մեկ էլ չի։ Միայն ձեր խնամքին է ձեր։ Հա։ Ու ես էլ բարձով ապրող ու թաղապետարանն է գալիս է ապրանքները տանում է, ներքևը տեղ են տվել, որ աշխատենք, բայց ընդեղ էլ առևտուր հաստատ չի լինում։ Նենց է, որ իրոք էլ է սա վիճակս, բայց ամեն դեպքում սա երրորդ կարգ չի, սա չեմ անում։ Մնացածն էլ Աստված էլի չեմ անում։ Պետության կողմից որևէ տեսակ 36,000 դրամ ինքը թոշակ է ստանում, էտա։ Ձեր կյանքի որակը 2018 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանությանը, լավացել է թե վատացել է։ Անկեղծ ասած նույնն է մնացել, ուղղակի շատ բաներ կան, որ կարելի ասել բարդացել են, բայց ընդհանուր նույնն է, չեմ կարա, ես ոչ իրա կողմնակիցն եմ, ոչ էլ ով է լինի, մենք աշխատող ժողովուրդ ենք, մեր համար ամենը նույնն է մնալու, բայց ընդհանուր բաներ կան, որ իրոք բարդացել է ժողովրդի համար, հետո այդ որ ասում է անկանխիկ լինի, քարտով լինի, 5 միլիոն փողոցային առևտրի համար տուգանել է, ես քարտ չեմ կարող ունենամ, հենց քարտ ունեցա, այդ տուգանքները պետքա գանձվեն, հա, փողոցային առևտրի, ոչ մի բան չունեմ ես, սննք ասում է, եկեք սննք ճանաչենք ձեզ, ասում է 800,000 պետք է մուծես, որ սննք ճանաչենք, 800,000 ես որտեղից մուծեմ, որ սննք, այնա որ 800,000 ունենամ, էլ խեմ սննք, ամեն դեպքում իրոք ոչ տուն ունեմ, ոչ տեղ ունեմ, վարձով եմ ապրում ու այդքան է տուգանք ունեմ 5 միլիոն ու կես, թե ինչքան հարկադիր է։ Չգիտեմ, ամեն դեպքում, որ ասեմ հիմա էլ Վիվասելը տենց արեցին տերմինալների շենք կարա օգտվենք, պետք է մտնենք Վիվայի կենտրոններ, որ վճարենք, քարտ չունեմ, որ փոխանցեմ, ասենք համարից։ Նենց է, որ ամեն ինչ անում եմ, որ այդ մեքենաների տրանսպորտն էլ ահագին փոփոխություններ են արել, որ մարդիկ չեն իմանում տուգանվում են, փողոցները մի հատ զնակ են դնում, ասենք մարդիկ միշտ տենց մտել են, դուս են եկել, իմացել են կարելի է, հիմա մի հատ զնակ են դնում, մարդը ուշադիր չի լինում, տուգանվում է ու շատ բաներ կա, որ բարդացվել է։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել քաղաքացիներին։ Այդ խոստումներից ո՞րն է կատարվել։ Բոլորը, բայց հակառակ ուղղությամբ։ Ինչ ասեմ, ասենք, ժողովուրդ ջան, ասենք, խոստումներից կատարվել, չեմ կարող ասեմ, որ կատարվել է, բայց մենակ մի բան, որ ասեց Ղարաբաղը մերն է եւ վերջ ու մերը չեղավ, դա արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Մնացած էլ ինչ ասեմ։ Ասում եմ, ես ինչ իմանայի, նախկին նախագահները ուրիշ բանի մասին էին բանակցել։ Դե ամեն դեպքում, եթե չգիտեր, չպետք է խոսար, չպետք է ասեր։ Ինքը այն մարդն էր, որ պետք է իմանար։ Կարծում եք ճիշտ է ասում, հավատում եք իրեն։ Չէ, գիտեք ինչ, եթե ես ընդունվում եմ աշխատանքի, հետո պետք է իմանամ, չէ, իմ վրա ինչն է, ինչը չի, այնտեղ ինքը ունի դոստուպ ամեն ինչին։ Եթե չունի դոստուպ, ինքը ոնց կարա խոստա ու ասի ու հետո էլ սուտասան դուրս գա։ Ինքը դոստուպ ուներ, ես դոստուպ չունեմ, ոչ մի, ասենք, դոկումենտացիայի, բայց ինքը հո գիտեր, որը որից հետո է։ Հնարավոր չի ինքը նստել է պաշտոնի, անցել է 4 տարի նոր է իմացել ենթադրենք։ Բայց ամեն դեպքում, ինչ ասեմ, ինքն էլ է մարդ, երևի ես շատ փոքր մարդ եմ, որ դատեմ իրան կամ մեկն ուրիշին, ով է լինի, դա ամենաբարդ աշխատանքն է, ինձ եկան ասին, ճիշտ եք համարում, որ 17 միլիոն ինքը իրան պարգև վճարա տվել, ասենք,
Ինձ որ հենց հիմա օրը 17 միլիոն տան ասեն նստի նախագահ չեմ նստի, դա ամենապատասխանատու աշխատանքն է, որ ոչ մեկս էլ որ չեն կարա գնանք նստենք ու այդ պատասխանատվությունը վերցնենք մեր վրա։ Այդքան բան երեխեք ջան։